Компании «Ташир». Все грани бизнеса. Մոլորակ լրատվական իր աշխատանքն է շարունակում մարզային Ֆորտունա հեռուստաընկերության եթերում, ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես Ստեփանավանում մայրության եւ գեղեցկության տոնը նշել են յուրովի, ինչպես միշտ ցույց է դրվել մշակույթը հանուն գեղեցիկ սեռի։ Նազելի Ավագյանն է պատմում։ Մայրության եւ գեղեցկության միամսյակին նվիրված բազմաթիվ միջոցառումների շարքը Ստեփանավանում ավարտվեց ապրիլի 7-ին։ Ստեփանավանի մշակույթի պալատի ջեմասրահում Ստեփանավանցի ստեղծագործող կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի բացմամբ, որը գրում էր կինարարիչ խորագիրը։ Կինը նախ առաջ մայր է եւ կյանք է արարում, իսկ որքան հրաշալի է, երբ կյանք արարող մայրը նաեւ արվեստի գեղեցիկ գործեր է արարում։ Ցուցահանդես միջոցառումը նախաձեռնել էր Ստեփանավանի քաղաքապետարանը, Ստեփանավանցի արդեն իսկ հայտնի ստեղծագործող կանանց կողքին նոր անուններ ի հայտ բերելու նպատակով։ Նախքան ցուցահանդեսի բացումը ներկաներին ողջունեցին եւ գեղեցիկ սեռին տոնի կապակցությամբ իրենց կատարումներով շնորհավորեցին Ստեփանավանի մշակույթի պալատի, արվեստի եւ երաժշտական դպրոցների սաները, անհատ կատարողներ, հանդես գալով կնոջը եւ մայրությանը նվիրված երգերով ու բանաստեղծություններով։ Իրենց ստեղծագործություններից կարդացին նաեւ Ստեփանավանցի ստեղծագործող կանայք։ Ցուցահանդես միջոցառմանը մասնակից ստեղծագործող կանանց շնորհավորեց եւ Ստեփանավանի քաղաքապետի կողմից շնորհակալագրեր եւ նվերներ հանձնեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Մելանիա Ղազարյանը։ Ցուցահանդեսի բացման ժապավենը կտրեցին Ստեփանավանի մշակութային կյանքում երկար տարիների ավանդ ունեցող երկու տարեցկանայք՝ երգչուհի Դոնորա Ջաղինյանը եւ դերասանուհի հաղորդավարուհի Անժելա Մելքոնյանը։ Իմ տպավորությունները այսօրվա շատ բազմազան են։ Ես ուղղակի ցնցված եմ։ Ես չի սպասում նման բանի։ Շատ շնորհակալ եմ։ Ցուցահանդեսում ներկայացված են Ստեփանավանցի 11 ստեղծագործող կանանց ամենատարբեր ձեռքի աշխատանքներ, կոլաժներ, գեղանկարներ, ասեղնագործության, ուզունքագործության գեղեցիկ նմուշներ, դիզայներական ամենատարբեր մտահղացումներ, բազմաժանր ու բազմապոչ ձեռագործ աշխատանքներ, նաեւ գեղեցիկ սեռի տարբեր տարիքի ներկայացուցիչների համար նախատեսված երիտասարդ դիզայներ ոճաբանի մոդելավորած հագուստի ցուցադրություն։ Այսօր ես հանդես եմ եկել որպես հագուստի մոդելավորող, ասեմ, որ իմ երազանքն է եղել հագուստի մոդելավորման ցուցադրությունը եւ այսօր մեր մոդելներով ցանկացանք եւս մեկ անգամ մեծարել կնոջը եւ ինձ թվում է, որ դա մեզ հաջողվել է։ Բազմաժանր եւ ունեմ ծաղկի թերթերով աշխատանքներ եւ ասեղնագործություն։ Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի շատ աշխատելու եւ նաեւ ինչու՞ չէ երևալու եւ գնահատվելու, որ շատ հաճելի է։ Ցուցահանդեսի մասնակիցներից Օֆելիա Փարսադանյանը յուրօրինական ակնկալ էր պատրաստել ներկաների համար, քանդակելով մայրության եւ գեղեցկության տոնը խորհրդանշող սպիտակ շոկոլադե արձան։ Այս քանդակը թող լինի մեր արվեստասեր Ստեփանավանցիների նվերը միամսյակի այս ամփոփ օրվա կապակցությամբ հավերժության խորհուրդն է իր մեջ ներառում, որովհետև եթե չլիներ կինը մայրը, կյանքը կընկառներ։ Հավերժության հենց խորհրդանիշ ինքը կինն է եւ դարձել է այս քանդակը։ Կինարարիչ ցուցահանդես միջոցառման ներկաները, ովքեր ոչ միայն ստեփանավանցիներ էին, այլ նաեւ տարբեր քաղաքներից ժամանած հյուրեր, այդ թվում նաեւ Արցախյան պատերազմի վետերանների միության ներկայացուցիչներ տպավորված էին ցուցահանդեսի մասնակից կինարարիչների արարած գեղեցկություններով։ Մեր մայրերի, մեր քույրերի տոնն է։ Ես իրաստոնը շնորհավորում եմ ու եւ հվարդեմ, որ մեր երեխեքի դաստիարակությունը այս ծևի կա, մեր մայրերը դաստիարակում են ստեղծագործ։ Ես միայն հվարդեմ ու հիացած։ Ես ողջունում եմ կազմակերպիչներին, կմաղթեմ նույն ստեղծագործներին առավել նոր ստեղծագործություններ։ Հիանալի ցուցահանդես է, շատ շնորհքով երեխաներ, աղջիկներ ունենք մենք Ստեփանավանում։ Ես ցանկանում եմ, որ նրանց այդ շնորհքը ավելի երապատվեն, դասապատվեն, լավ լինեն, ուրախ լինեն, առողջ լինեն։ Նազելի Ավագյան, Աշիկ Հարությունյան, Մոլորակ, Ստեփանավան։ Շարունակում ենք թողարկումը եւ կրկին Ստեփանավան քաղաքը ճանաչվել է կանանց հիմնախնդիրները լուծող լավագույն համայնք, հանրապետությունում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Մանրամասները առաջարկվող տեսանյութում են։
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում երկրորդ համայնքն է, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքային համայնքից հետո։ Երրորդ տեղում Շիրակի մարզի Մարալիկ քաղաքն է։ Այս մասին պարզ է դարձել ապրիլի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստում, որտեղ ամփոփվել են լավագույն համայնք կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ եւ լավագույն կին գործարար Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մրցանակաբաշխության արդյունքները։ Հայաստանի Հանրապետության վարչապետի պատվոգիրը Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին եւ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Մելանիա Ղազարյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությունը եւ նախաձեռնությունը խրախուսելու, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու նպատակով պատվոգրերի եւ մրցանակների են արժանացել մի շարք կին գործարարներ, այդ թվում նաեւ Լոռու մարզից Այծեմ Նիկոհանյանը, ով հաղթող է ճանաչվել լավագույն կին բարեգործ անվանակարգում։ Իսկ կարծում եմ, որ սա շատ կարևոր հարց է, որ Ստեփանավանը հասել է այդ կոչմանը կենտրոնային հավասարության, իրոք մեր մոտ կանայք ակտիվ են տարբեր ոլորտներում, եւ մշակույթի ոլորտում, եւ բնապահպանության, եւ առողջապահության, եւ բիզնեսի ոլորտում են բավականին ակտիվացել, որը շատ ուրախալի է ինձ համար։ Ստեփանավանի մրցանակն այս ոլորտում պատահական չէ։ Այստեղ մշտապես հարգել են կնոջն ու արժևորել նրա դերը թե ընտանիքում, թե հասարակական քաղաքական կյանքում, նախաձեռնել եւ իրականացրել բազմաթիվ միջոցառումներ կանանց հիմնախնդիրների լուծման եւ սեռային իրավահավասարության հաստատման ուղղությամբ։ Թեև համայնքի ղեկավարը տղամարդ է եւ ավականու կազմում ցավոք չկա կին ներկայացուցիչ, սակայն Ստեփանավանի տեղական ինքնակառավարման մարմնում եւ համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկներում արկա կանանց ներգրավվածությունը եւ զբաղեցրած պաշտոնները բավարար են։ Հայաստանի համայնքների մեջ որպես կանանց հիմնախնդիրները լավագույնս լուծող համայնք երկրորդ տեղն զբաղեցնելու համար քաղաքապետարանի աշխատակազմում արկա է կանանց առնվազն 40% ներկայացվածություն, 6 բաժինների պետերից 3-ը կին են, 3-ը տղամարդ։ Համայնքի ղեկավարը նախորդ տարի կազմել է գենդերային տեսանկյունից զգայուն բյուջե 15 եւ ավելի տոկոսն ուղղելով համայնքի սոցիալ-տնտեսական, կրթական եւ ռազմավարական այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերին, որի շահառուների 50%-ը եւ ավելին եղել են կանայք։ Ստեփանավանի տեղական ինքնակառավարման մարմինը համագործակցելով համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիային կից քաղաքացիական նախաձեռնությունների Լոռու մարզային կենտրոնի եւ այլ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համայնքում իրականացրել է կանանց քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության, նրանց կարողությունների զարգացմանը միտված տարբեր ծրագրեր, դասընթացներ, խորհրդաժողովներ, ուղղված գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը, հասարակության մեջ որոշումների կայացման մակարդակում կնոջ դերի բարձրացմանը։ Այդ նպատակով 2013 թվականին Ստեփանավան համայնքի ավականու որոշմամբ Ստեփանավանում ստեղծվել է համայնքի ղեկավարին կից կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության խորհուրդ, որի գործառույթների մեջ մտնում է նաեւ համայնքում կանանց խնդիրներն ի հայտ բերելն ու դրանց լուծման ուղղությամբ առաջարկներ եւ ծրագրեր ներկայացնելը։ Այսօր էլ ապրիլի 7-ին քաղաքապետի աշխատասենյակում Մայրության եւ Գեղեցկության օրն սկսվում է համայնքի ղեկավարին կից կանանց խորհրդի նիստով։ Քաղաքապետը նախ շնորհավորեց եւ ծաղկեփնջեր հանձնեց խորհրդի կին ներկայացուցիչներին Մայրության եւ Գեղեցկության տոնի արդիվ, ապա շնորհավորեց վարչապետի մրցանակաբաշխությունում կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ լավագույն քաղաքային համայնք անվանակարգում երկրորդ տեղն զբաղեցնելու կապակցությամբ, ակնկալելով ել ավելի ակտիվ եւ արդյունավետ համագործակցություն, այնուհետեւ խորհուրդն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը։ Իմ կարծիքով այսօր շատ հաճելի անակնկալ էր Ստեփանավանի կանանց խորհրդի համար եւ կարծում եմ, որ այսուհետ մեր քաղաքի ակտիվ կանայք պետք է սատարեն, որ քաղաքը բարեկարգվի, բարելավի եւ բոլոր իրենց շատ լավ զգան մեր հրաշալի քաղաքում։ Նազելի Ավագյան, Աշիկ Հարությունյան, Մոլորակ, Ստեփանավան։ Մինչ Ստեփանավանում պատվավոր տեղեր են զբաղեցնում, մարզկենտրոնում պայքարում են մարզպետի գավաթը նվաճելու համար։ Մարզական լուրերի հերթն է։ Բորիս Մովսիսյանը դպրոցական է Վանաձոր է եկել Տաշիրից մասնակցելու Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի Լոռու մարզպետի գավաթի առաջնությանը։ Նպատակը մեկն է՝ հաղթի։ Մրցաշարը ավանդական բնույթ է կրում, որին այս տարի մասնակցում են մարզի 3-ից 6-րդ դասարանների աշակերտները, ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային եւ հանրապետական։ Մրցաշարի անցկացման 4 փուլերի հերթականությունն է։ Մարզային փուլին մասնակցող թիմերն են Տաշիրի, Ալավերդու եւ Ստեփանավանի տարածաշրջանների թիվ 2 դպրոցների, Սպիտակի թիվ 3, Գուգարքի տարածաշրջանի Լեռնապատի եւ Վանաձորի թիվ 5 դպրոցի թիմերը։ Հանրապետական փուլին կարող են մասնակցել միայն 3-ից 6-րդ դասարաններից հաղթող թիմը։ Առաջինից երրորդները հանրապետական փուլին չեն մասնակցում, միայն 4-ից 5-րդ դասարանի հաղթող դպրոցներն են մասնակցում, մեկ դպրոց։ Երրորդից 6-րդ դասարանցիները կատարելու են նույն թվով 6 վարժությունները, ինչ կրտսեր դպրոցականները, ներառյալ մի քանի այլ վարժություն ևս, ինչպես վազք, փոխանցումավազք եւ այլն։ Ալավերդու դպրոցի թիմի մարզչի խոսքով նմանատիպ մրցումները նպաստում են երեխաների ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը։
Բացի այդ, մրցակցությունը վերջիններիս մոտ առաջացնում է ոգևորություն եւ նպաստում նրանց առավել ակտիվ ինքնադրսևորմանը։ Կրտսեր դպրոցական Էլենան ոգևորությամբ է մասնակցում այս մրցաշարին, հատկապես ուրախ է մարզկենտրոն գալու եւ մյուս մասնակիցների հետ ծանոթանալու համար։ Ֆիզկուլտուրայի մրցույթների համար մենք մասնակցում ենք նաև մեր աշխուժության, որ մենք կարողանանք լավ սովորել ֆիզկուլտուրան եւ մենք որ մրցույթների կազմակերպում են, երեխաները շատ ուրախանում են եւ կարողանում են նրանք գալ քաղաքներ եւ իրենց մրցումները կատարել։ Արամ Ռևազյանը եւս կարևորում է նմանատիպ մրցաշարերի դերը հատկապես դպրոցականների համակողմանի զարգացման գործում։ Նմանատիպ մարզական սպորտային միջոցառումները նպաստում են մեր երեխաների ուրեմն երեխաների մոտ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուրեմն ներդրմանը խթանումը, որը նպաստում է մեր իսկ երեխաների առողջության համապնդմանը, աշխատողության բարձրացմանը եւ իհարկե նպաստում է նաեւ երեխաների համակողմանի եւ ներդաշնակ զարգացմանը։ Եվ մինչ կամփոփվեն մարզային փուլի արդյունքները, հայտնի կդառնա նաև մայիսին Ծաղկաձորում կայանալիք հանրապետական փուլին մասնակցող թիմը։ Տարբեր տարիների մեր մարզը գրանցել է հաղթանակներ, այս տարի ակնկալիքները մեծ են։ Գոհար Մովսիսյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Եվս մեկ մարզական լուր իմ գործընկերն է մանրամասնում։ Մարզկենտրոնում կայացավ բասկամարտի բաց առաջնություն, որին մասնակցեցին 100-ից ավելի մարզիկներ հանրապետության տարբեր քաղաքներից, նաև հարևան Վրաստանից։ Վանաձոր համայնքի ավականու անդամ Սեյրան Ղամբարյանը հպարտ է, որ Վանաձորում այս սպորտաձևից նման կարգի մրցաշար է անցկացվում, հատկապես ոգևորող է մասնակիցների թիվը։ Առաջի անգամ մրցում անցկացնելու ունենալ 100-ից ավել մասնակից, դա խոսում է արդեն զարգացածության մասսայականության մասին։ Մրցումները կազմակերպվել է ճիշտ է մեր կողմից, բայց մեր կողքին եղել են բազմաթիվ լավ մարդիկ, որոնց օգնության մրցումը կարելի է ասել չէր կայանա։ Նրանք են ավականու անդամ Վահագն Դավիթավյանը, Սեյրան Ղամբարյանը, Արմեն Մատինյանը եւ Օլիմպիա մարզակումբի նախագահ Վալերի Ժամհարյանը։ Հայաստանի բասկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանի եւ Լոռու մարզի բասկամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Ուզունյանի համատեղ ջանքերով իրականացվող մրցումներն ընթացան թեժ պայքարի մթնոլորտում։ Մասնակիցները մինչև 21 տարեկան Հայաստանի ուժեղագույն մարզիկներն են։ Մրցաշարի ինձեռած հնարավորությունների մասին խոսեց Հայաստանի բասկամարտի ֆեդերացիայի Լոռու մարզի ներկայացուցիչը։ Մրցույթը լավ հնարավորություն է մարզիկներին իրենց ուժերը փորձել եւ հետագայում փորձել նաեւ Եվրոպայի աշխարհի գավաթին, որը տեղի կունենա սեպտեմբերին Լատվիայում։ Հաղթողներն իրավունք կստանան մասնակցելու ինչպես աշխարհի, այնպես էլ Եվրոպայի առաջնությանը, վերջինիս սակայն մեր հավաքականը չի մասնակցի այլ պատճառով։ Ինչպես հայտնի է, բասկամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Ադրբեջանում։ Մրցումներն ընթացան 8 քաշային կարգերում, որտեղ յուրաքանչյուրն ունեցավ իր հաղթողը։ Մրցումներից կուզեի առանձնացնել 55 կիլոգրամ քաշային կարգում Արման Ավեյանին, որը ունի հաշմանդամության խնդիր եւ այսպես ասած մասնակցելով լիարժեք մրցումներին արժանացավ առաջի հորիզոնականին, առաջի տեղ գրավեց։ Հանդիպման վերջում Ալեքսանդր Ավետիսյանը նշանակվեց Լոռու մարզի բասկամարտի երիտասարդական ասոցիացիայի նախագահ։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Կարճատև դաթայից հետո ծանոթացեք նաև եղանակի տեսության Արնա Անտոնյանի մեկնաբանությամբ, իսկ ես այսքանով ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք ցտեսություն։ Լուսատու լամպերի եւ ջահերի մասնագիտացված խանութ սրահ։ Այստեղ դուք կգտնեք գիպսակարտոնե առաստաղների համար նախատեսված լամպեր, լուսարձակներ, ինչպես նաև էկոնոմ լամպեր, որոնք ծախսում են քիչ էլեկտրաէներգիա եւ երկարադիմացկուն են, ապահովելով նույն չափի լուսավորվածություն։ Լուսատու Գնայք ցածր գնով էլեկտրատեխնիկա եւ համակարգիչ լյուքս մասնագիտացված խանութսրահից։ Խնայեք ձեր ժամանակը լյուքս մասնագիտացված խանութսրահ, Քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 28։
Բարև ձեզ, նախքան եղանակին անդրադառնալը հիշեցնեմ, որ եղանակի տեսության աջակիցներն են Լուսատու մասնագիտացված խանութ սրահը, ինչպես նաև Lux Computers-ը։ Այժմ անդրադառնամ եղանակին ապրիլի 9-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր են ինտենսիվ եւ մեծ քանակությամբ։ Տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ, քամի, մինչև 22 մետր/վայրկյան արագությամբ եւ կարկուտ լեռներում գիշերը կարող է լինել բուք եւ ցածր տեսանելիություն, հնարավոր է լինեն նաև դժվար անցանելի ճանապարհներ, ինչպես եւ կանխատեսել էինք, օդի ջերմաստիճանը ցերեկն ամենուրեք կնվազի 4-ից 6 աստիճանով։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 6, ցերեկը 17 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 3, ցերեկը 11 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 7, ցերեկը 15 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 1, ցերեկը 10 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 3 աստիճան, ցերեկը 11 աստիճան տաքություն։ Իսկ Մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 4, ցերեկը 12 աստիճան տաքություն։ Երևանում ապրիլի 9-ին պարբերաբար սպասվում է անձրև, հավանական են առատ տեղումներ ու ամպրոպի ժամանակ հնարավոր է քամուշ գնացում մինչև 18 մետր/վայրկյան արագությամբ։ Մայրաքաղաքում սպասվում է մինչև 18 աստիճան տաքություն։ Մոսկվան եւս չի խուսափել մառախլապատ եղանակից ուժեղ մառախուղի պատճառով այսօր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը չի կարողացել ընդունել 22 ինքնաթիռ, ինչպես միջազգային, այնպես էլ ռուսական չվերթների ինքնաթիռներն ուղղվել են Նիժնի Նովգորոդի եւ Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններ։ Եղանակային փոփոխությունների մասին այսօր այսքանը, անկախ եղանակից պահպանեք բարձր տրամադրությունը, ցտեսություն։